Ձեզ հրավիրում եմ բանավեճի, հարգելի ՔՊ։ Ծույլիկա Հայկը, դուք գերազանցիկն եք, Հայկը ծույլիկա։ Կրկնում եմ բանավեճի հրավերս, եթե ձեր մեջ կանչեք ձեր իրավագետներին իրավագիտության շուրջ բանավեճի Մանասյան Հայկի հետ, բժիշկ։ Ձեր քաղաքագետներին կանչեք քաղաքագիտության հարցերի շուրջ բանավեճի։ Ինչ ասեմ, ձեր հասարակագետներին կանչեք, ձեր սոցիոլոգներին կանչեք, սոցիոլոգիային վերաբերվող մեր երկրի մասշտաբներով, մեր ժողովրդի մասին քննարկումներ անենք, կամ այս բոլորը միասին հավաքվեք, եկեք բանավեճի։ Ձեզ հրավիրում եմ բանավեճի, հարգելի ՔՊ։ Ես եմ ծույլիկը, իմ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը ես անում եմ իմ մասնագիտական ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ։ Ես իհարկե չեմ մտածում, որ բժիշկ Հայկ Մանասյանը ստախոս է։ Կարաք մտածեք, ձեր կարծիքը ինձ համար միևնույնն է, ձեր նմանների կարծիքը ինձ համար միևնույնն է։ Ես չեմ, իհարկե չեմ, կներեք էլի տիկին Ղազարյան, որ այսպես եմ խոսում, ես այս ոնց որ ժանրի կանոնների համապատասխան ես դիմում եմ ոչ թե անձամբ ձեզ, այլ ձեր ուժին, ՔՊ-ին այսպես ասած։ ՔՊ-ին եմ դիմում, իդեմս ձեզ, բայց անձամբ ձեզ կներեք, որ այս տոնով եմ ուրեմն պատասխանում, համարեք սա ժանրի կանոններին համապատասխանություն, հանկարծ սա կոպտություն կամ գրեհկություն չհամարեք ձեր հանդեպ, սա խնդրում եմ ուղղակի անձնական չընդունել։ Լավ, իհարկե չեմ կարծում, որ բժիշկ Հայկ Մանասյանը ստախոս է, ամենայն հավանականությամբ նա պարզապես ծուլացել է Հայաստանի պետական կայքերից ամենամատչելիներում երկու տվյալ ստուգել, որի արդյունքում պարզ ստախոսի տպավորություն է թողնում։ Ծույլիկա Հայկը, դուք գերազանցիկն եք, Հայկը ծույլիկա։ Կրկնում եմ բանավեճի հրավերս, եթե ձեր մեջ կանչեք ձեր իրավագետներին իրավագիտության շուրջ բանավեճի Մանասյան Հայկի հետ, բժիշկ։ Ձեր քաղաքագետներին կանչեք քաղաքագիտության հարցերի շուրջ բանավեճի։ Ինչ ասեմ, ձեր հասարակագետներին կանչեք, ձեր սոցիոլոգներին կանչեք, սոցիոլոգիային վերաբերվող մեր երկրի մասշտաբներով, մեր ժողովրդի մասին քննարկումներ անենք, կամ այս բոլորը միասին հավաքվեք, եկեք բանավեճի։ Ձեզ հրավիրում եմ բանավեճի, հարգելի ՔՊ։ Ես եմ ծույլիկը, իմ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը ես անում եմ իմ մասնագիտական ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ։ Զուգահեռ։ Ով ինձ լսել է, իմ խոսքերը, իմ բերած արգումենտները ամենատարբեր քաղաքական գործիչների ու ուժերի ձեռբերանում դառնում է խոսք, դառնում է փաստարկ, դառնում է քաղաքական միտք։ Բաներ կան, որոնք կյանքում հայկական մեդիա դաշտում չի խոսվել։ Առաջինը իմ կողմից է խոսվում։ Ու դա դառնում է քաղաքական միտք։ Ես եմ ծույլիկը։ Ես հենց հիմա բացեմ, հենց ընենց էլի, բացեմ իմ պատին ինչերա դրած, յաբախտի բացեմ, հա։ Ընտրական, նախընտրական քարոզչության նյութը, օրենսդրություն, այստեղ ջեմնին է, չեմ բացի ինչա։ Ընտրական, սահմանադրական, ընտրական, chat GPT-ն է, անցանք մյուսին, տենամ ինչա։ Համուրաբիի կոդեքսը, անտիկ լեգալ կոդեքսները, ստեղ Համուրաբին է, ընդեղ Google Translate-ն է, իշխանության, Բրիտանիկայով իշխանության բաժանում, հավասարակշռությունների եւ փոխադարձ հակակշիռների եւ հավասարակշռությունների բանը, հետերարխիա, կյանքներումդ լսել եք այս բառը, հետերարխիա,
Ես էլ ձեր փայ ծույլիկն եմ, հա։ Էլ ինչ կա, հələ բաց եմ էլի։ Տենանք ինչ կա, չկա։ Ինչա, ստեղ ինչա։ Հա։ Ստեղ հետերարխիայի մասին եմ խորացել։ Ստեղ առանձին հոդված է հետերարխիայի մասին։ Կյանքներումդ լսել եք այս բառը։ Հետերարխիա։ Հələ ՔՊ-ում մի հատ հարցում արեք։ Հետերարխիա բառը, գնացեք ձեր շեֆին հարցրեք։ Հետերարխիա բառը կյանքում գոնե կես անգամ լսել ա։ Էսի մուզիկայա որ լսում եմ, ահա ինչ մուզիկա եմ լսում, էս եմ լսում, սաունդտրեքներ եմ լսում, այսօր էսա, էսի կոնստիտուցիանա, ինչի համար են բացել կոնստիտուցիան, որովհետև հետերարխիայի կոնտեքստում, էսի 1689 թվականի բանը, Bill of Rights, անգլիական, էսի դրա մասին ա, ինչ ասեմ, ստե պրեամբուլայի բացատրություն պրեամբուլաներ ինձ հետաքրքիր հետ եմ բացել, որովհետև մի հոդված եմ հիմա գրում, ծույլիկը ես եմ, հա, այ ողորմելիներ, ես էլ ծույլիկն եմ, դուք էլ մտամ, բան, աշխատասերն եք, բա որ այդքան աշխատասեր եք, ընչի եք այդ մակարդակին, բա որ տենց ճիշտ էր, մի երկու հղում դնեիք ես բանի տակ, ասա, ես ձեր, հա, երկու տվյալ ավել ստուգելը մի փոքր ավելի աշխատանք, մի փոքր ավելի պատասխանատվություն է պահանջում ու մի փոքր գիտելիք է ավելացնում, հեսա ես ձեր գիտելիքները կավելացնեմ, հենց ձեր, Թագուհի Ղազարյան և ընկերներ, հեսա ես ձեր գիտելիքները կավելացնեմ կտեսնեք, հենց ձեր ասած մի երկու կոճակ սեղմելով, երկու կոճակ ավել սեղմելու և երկու պարզ մաթեմատիկական գործողություն անելու դեպքում անհնար է այսպիսի վստահությամբ այսպիսի պնդումներ անել։ Մամուլի հաղորդագրություն ա եղել, մատիցս հոտ չեմ քաշի, այ ընկեր։ Հիմա մտակի կոմենտները չկարդամ, թե կարդամ, տենամ իշքան, հա, Մանվել Վարդանյան, երկու հատ էլ կոմենտ, մեկ է Ռոբերտ Ղևոնդյան, օխ, կթել եք, իրար լավամարդ լնելով է, այոլա են էդում, փայլուն ախտորոշում, աշխատասիրության բայացակայություն, պլյուս Դանինգ-Կրյուգերի սինդրոմ, մեր քաղաքական դաշտի դերակատարների շատ մեծ մասի գլխավոր բնորոշիչը, այդ լավա գոնե հենց քաղաքական դաշտի դերակատար եք ճանաչում, հիմա երկու բառ ասեմ, ընկեր Ռոբերտ Ղևոնդյան, Առաջին սիրո ելքը ֆիլմում այսպիսի կտոր կա, Արսեն Վարունցն ասում է, եթե չեմ սխալվում, այդպես էր ազգանունը Արսեն Վարունց, ասում է ես արտիստ եմ, 5 տարի սերտ եմ, ասում է, չգիտեմ, կարծեմ ճարտարապետության մասնաց, 5 տարի սերտ եմ, ասում է ճարտարապետ կդառնամ, դուք չգիտեմ ինչքան էլ որ սերտ եք արտիստ չեք դառնա, ես բժիշկ եմ ընկեր, ու գիտեք ինչ կարգի բժիշկ, նենց ոչինչ իմ ոլորտում, հարցրեք իմ մասին կասեն, 1000 տարի սովորեք, իսկ իմ մոտ աշակերտ չեք դառնա, բժշկության մեջ, բայց ես ձեզ ծալած ունեմ ձեր ոլորտում, եթե կասկածում եք հրապարակային բանավեճի եմ կանչում, եկեք խայտառակ անեմ, այդքան թափ ունեք, եկեք խայտառակ անեմ, սա վերաբերվում է թե ՔՊ-ի տասովշիկներին, բոլոր նրանց, ովքեր այտենց ուրախանում են, երբ ՔՊ-ն ինչ-որ մի հատ մեկի վրա մի շառ է անում, այս դեպքում շառ չի, այս դեպքում մարդը շառ է անում ենքանով, որ ասում է ծույլիկ է, չի նայե, իսկ կարող է մամուլի հաղորդագրությունը, մեկ էլ մնացել էր, մամուլում ինչ կարդամ գնամ ստուգեմ, հա, ինչ կարդամ պետք է գնամ ստուգեմ մամուլում, հա, հիմա ամեն օր մի 10 հատ հոդված եմ կարդում, ինչ անեմ, կամ մի 10 հատ հաղորդում եմ լսում, հաթա պետք է մտնեմ ստուգեմ, հա, հիմա գնանք արդեն այդ երկու քլիքը անելուն, հարգելի ժողովուրդ ջան,
Եվ այսպես, ինչ եմ ասել ես այդ հաղորդման ժամանակ, մի հատ էլ ասեմ, ընկեր Թակուի, բայց մնացած ասածներից քիչ ես անդրադառնում, ինչ եմ ասում, ասում եմ ՔՊ-ն չի հաղթել Էջմիածնում, որը ասեցի մամուլի հաղորդագրության հիման վրա է, հետագայում այդ նույն մամուլի էջը գոնե հերքում գրեր, հա, հերքում գրեր, որ հերքում եմ, այտենց բան չկա, ուղղակի այդ նյութը հեռացրել են, հիմա լսեք, բայց ես սկրինշոթերը ցույց տվեցի ձեզ, սկրինշոթերով տեսակ, իսկ մատիցս հոտ չեմ քաշել, հիմա նայեք, ասում եմ, որ ՔՊ-ն կանխատեսելով, որ Էջմիածնում պարտվելու է, մի քանի ամիս ընտրություններից առաջ, դա եղել է հունիս ամսին, եթե չեմ սխալվում հունիսի 20-ին, Խոյ համայնքը մոտ 30,000 բնակչով կցում է Վաղարշապատ համայնքին, մոտ 60 քանի հազար բնակչով, որպեսզի ստատիստիկան փոխի, այսինքն կեղծարարություն է անում ՔՊ-ն, մանիպուլյացիա է անում ՔՊ-ն, բայց սրանք ի՞նչ եք անդրադարձել, հարգելի Թակուհի Ղազարյան, անդրադառնայիք, բայց իք կտրե հանե, դնեք միջև վերջ թո երևա ինչ եմ ասում, ավելին ասում եմ, որ Ձիաննա չգիտեմ ինչյանը, ՔՊ-ի քաղաքապետը Էջմիածնի, այնքան հանցանքներ, քրեական գործեր եւ այլն մեղադրանքներ կան վրան, հա, որ Էջմիածնեցին չէր կարա նրան իր գնահատականը չհայտներ, պարզվում է այդքան էլ լավ չի հայտնել, բայց ու օրինակ եմ բերում, որ իրանց ՔՊ-ական մեղադրանքներով այդքան կաշառքներ եւ այլ, դա մի ահռելի ցուցակ է, իրա ու իրա մերձավորների հետ կապված այդ նախկին քաղաքապետի, այդ ամեն ինչը մի կողմ թողած, այս պահին Միքայել Աճապահյանին եմ բանտարկել, սրա մասին եմ, բա դրա մասին քիչ եք անդրադառնում, երկու հատ քլիկ արեք, էլի, թե ծույլիկ եք, գլուխները չի մտնում այդ ամբողջ շարքը քննադատության եւ այդից պոկել եք մի հատված, որը հանգարց կարակ արձագանքեք, կարակ ինձ սխալ հանեք, ես ձեր հասցեի հարյուրավոր ստատուսներ, լայվեր եւ հարցազրույցներ եմ տվել, եթե այդ հարյուրավոր իմ տված հարցազրույցների ու քննադատությունների մեջ այս մեկն է փաստորեն, որ սխալ եմ ասում, ես ձեզ ցավակցում եմ, նշանակում այն մնացած սաղ ճիշտ է, այս ձեր արձագանքը դա է նշանակում, որ եթե այս մեկի մեջ եք դու կեղտ բռնե, յանի սխալ եք հանում ինձ, ապա այն մնացածը ուրեմն ճիշտ է, այն մնացած ինչ ասել եմ ճիշտ է, տենց է դու զգալի, հիմա նայենք, Այս էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերն են արդեն, այս օի տակ, մի խոսքով, այդ մրցակիցն է ՔՊ-ի, այս յուի տակ ՔՊ-ն է, նայենք ու տեսնենք, հիմա տեսնենք, ուրեմն մինչև 23 ընտրատեղամաս ՔՊ-ինն է, բանը, Էջմիածին քաղաքինն է, 23-ից հետո փոխվում է, ուստեղ ինչպիսի թվեր կան, եկեք նայենք, ուրեմն, սենց նայելով իշնենք միջև, սպասի դնեմ 23, 21, բայ, լավ սպասի ստեղով փորձեմ, ահա, միջև 24-ը, հիմա 268, ՔՊ-ն 356, 272, ՔՊ-ն 322, 340, ՔՊ-ն 342, 262, ՔՊ-ն 350, 259 ՔՊ-ն 307, 285 ՔՊ-ն 397, 270 342 ՔՊ-ն, 274 337, 381 ՔՊ-ն 318, այսինքն այս մի տեղամասում պարտվել է, 403 ՔՊ-ն 313 կարծեմ, 314 ՔՊ-ն 317 կարծես, 310 325 կարծես, մի խոսք 261 ՔՊ-ն 325, չէ, այն վերևը 310, մի խոսքով 380 ՔՊ-ն 290,
262 քպն 332, այս տեղամասերում էլ է պարտվել, 284 քպն 334, 318 քպն 376, 307 քպն էլի ստեղ պարտվել է 289, 275 քպն 376, 284 քպն 332, 265 քպն 367, էսի կարևոր է, էլի դրա համար եմ ասենց երկար ցույց տա, 294 քպն 367, 396 քպն 403, 416, հա, հետո մի համայնքում արդեն էջմիածնից դուրս 209 քպն 181, հիմա տեսակ ստեղ մոտավորապես համամասնությունը Էջմիածին քաղաքում, հիմա գնում ենք գյուղերում ինչա տեղի ունեցել, գնում ենք, ահա, փակեցի Էջմիածինը, այս մնացածը գյուղերի տվյալներն է, 209 118-ը տեսել էինք, 226 150-ը տեսանք, ստեղ ես երևի Էջմիածնին կպած գյուղերն են, էլի, 218 հիմա տեսեք, 254, 123, տեսնում եք ինչ կտրուկ փոխվեց ԿՊ-ի առավելությունը, կրկնակի ավել, 253, 69, 562, դուք պատկերացնում եք ես ինչ թիվ է, այսինքն, ընդհանրապես մի վիճակագրությամբ զբաղվող մեկը որ լինի, կասի էսի անոմալիա է վիճակագրական, այսինքն չի կարա ընդհանուր օրինաչափությունը լինի 250-300-ի դիմաց կամ 250-350-ի դիմաց ու հանգարց միտեղ 69 դե 562-ի դիմաց, սենց թիվ, էսի պրոբլեմ թիվ է, հենց ձեր համար, ընգեր ԿՊ, 86 ուշադիր, 466, տեսակ գյուղերը, որ ավելացել են ինչ վիճակագրությունն է ստեղծում, ստեղ 86, ընդեղ 466, ստեղ 75, ընդեղ 361, տենում եք ինչ բան, ստեղ 101, ստեղ 401, 4 անգամ ԿՊ-ն ավելա, գյուղերում, իսկ ես մի թվի դեպքում 70-500, ստեղից 7-8 անգամ, 8 անգամ ԿՊ-ն ավելա, ձայն հավաք է, ես ինչ հաշիվ է ժողովուրդ ջան, ես ոնց է հանգարց սենց ելնում, իչանք, 11, ընդեղ 160, 16 անգամ ԿՊ-ն ավելի շատ ձայն է հավաք է, ստե 11, ընդեղ 147, ընդեղ 388, ստե 15, ընդեղ 212, ես երկու կլիկը արեցի, հա, ընկեր թագուհի, երկու կլիկը արեցի, 151, 283, ստեղ հավասարակշռվում է 214, չգիտեմ ինչ 214, 300, 284, 310, 100, 400, 135 հլը նայեք, 51 ստեղ նայեք, ընդե 204, 79, 320, 70, ընդե 448, 64, ընդե 319, Հարգելի ԿՊ, երկու քլիկը արեցի, ես ոնց է սենց ելնում ընկեր, բա հունիսի 20-ին, երբ որ համայնքները խոշորացնում էիք, այս պատկերի համար էիք խոշորացնում, ձեր ստրախովկեն էիք անում, ես ընդհանրապես չեմ անդրադարձել վաղար շաբաթի ընտրություններ, ես ամբողջ ընթացքում չեմ անդրադարձել, մտածել եմ, որ ավելի կարևոր հարցեր կան, նամանավանդ տեղական ինքնակառավարման ընտրություններ են, եթե ավելի անկեղծ թեկնածուներից որևիցե մեկի նկատմամբ էլ առանձնակի ոչ կապ եմ ունեցել, ոչ ծանոթություն եմ ունեցել, ոչ էլ դարակազմիկ եմ համարել այդ ընտրությունները, մանավանդ, որ այս մանիպուլյացիան արդեն արված էր, այսինքն համայնքների այս միացումը արված էր, հիմա տեսակ ինչի էր միացված, որ 250-300 տարբերությունը դառնա 50-400 տարբերություն, այդ դրա համար էր համայնքը խոշորացրած, հիմա հարգելի թագուհի Ղազարյան,
Երկու քլիքն արեցի։ Վերադառնանք ձեր ստատուսին։ Մենակ փագած չլինեմ, չէ, չեմ փագի։ Վերադառնանք։ Երկու կոճակ ավել սեղմելու, երկու պարզ մաթեմատիկական գործողություն անելու դեպքում անհնար է այսպիսի վստահությամբ այսպիսի պնդումներ անել։ Ավելի խիստ եմ պնդում հիմա։ Դուք մանիպուլացրել եք, կեղծել եք ընտրական գործընթացը։ Դուք ձայների հաշվարկի մանիպուլյացիա եք անում։ Դուք ռեգիոնները այնպես եք սարքել ընտրական, որպեսզի ձեր թեկնածուն անցնի։ Ավելի վստահ եմ ասում։ Այն, որ մամուլի հաղորդագրությունն է եղել ու ես այստեղ հնչեցնում եմ դա։ Այդ հաղորդագրությանը ասում ես չեմ պատասխանատու։ Ես կարդացել ներկայացրել եմ պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։ Այո, չէ, պաշտոնական չէ։ Օֆիցիալ մամուլի հաղորդագրությունը, բայց պետական պաշտոնական չի։ Պետական պաշտոնականին հիմա դառնանք։ Զոհերի ցուցակները, պատերազմի զոհերի ցուցակները երբ եք հրապարակելու։ Քլիք եմ ուզում անեմ իմանամ։ Ձեր պատճառով քանի հոգի է, ուզում եմ իմանամ։ Երբ եք ցուցակները հրապարակելու, մենք էլ իմանանք։ Ստույգ թիվը մենք էլ իմանանք։ Երկու քլիքով ուզում եմ իմանամ, բա ոնց անեմ։ Այդ հարցին կպատասխանեք։ Ասում եմ, եթե իմ այս հարյուրավոր լայվերի հարցազրույցների եւ ստատուսներից այս մեկի վրա է կեղտ բռնե, ուրեմն մնացած սաղ ինչ ասել եմ ճիշտ եմ ասել։ Ուստեղ էլ միջև վերջ ասեք։ Ես ըստեղ ահռելի մեծ խոսք եմ ներկայացրել, ու այդ ամբողջ խոսքը ճիշտ է։ Բացառությամբ այն պահի, այն դրվագի, որ Էջմիածին բուն քաղաքում ԿՊ-ն ավելի քիչ ձայնահավաք է, քան թիվ 1 մրցակիցը։ Բացի այդ դրվագի, մնացած ամբողջ խոսքս այդ թեմայի շուրջ ճիշտ է, թվերն էլ դա ապացուցեցին, որ դուք մանիպուլացրել եք։ Եղավ։ Ծուլության մեջ եք ինձ մեղադրում։ Մի անգամ էլ ցույց տամ այդ մամուլի հրապարակումները, այ կգնաք իրանց հետ ձեր հաշիվները կպարզեք։ Էսի մեկ, էս էլ մյուսը։ Էս էլ մյուսը։ Էսի իրանց հրապարակած ստատիստիկան, էս էլ մյուսը։ Այ իրանց հետ կգնաք ձեր հաշիվները կպարզեք։ Եղավ։ Ուղղակի ես այդ եթերում ասելու ժամանակ պետք է ասեի հրապարակկետեից եմ, այս նյութը կարդացել հղում պետք է անեի հարցազրույցում, որը չեմ արել այն նպատակով, որ սովորաբար մի լրատվամիջոց այդքան էլ չի ընդունում, երբ որ մի ուրիշ լրատվամիջոցի անուն ես հնչեցնում։ Բայց ընդունում եմ, այո, ընդունում եմ, որ այս տվյալը սխալ է։ Բայց իմ մեղքով չի սխալ, էլի։ Ես չէի այդ տվյալը ուղղողը։ Իսկ ինչ վերաբերում է ծույլիկության, ձեր падգամավորին հարցնում է սահմանադրական օրենքա, սա մի հատ, ձեր падգամավորը, ձեր ցուցակով ընտրված падգամավորը մի հատ սահմանադրական օրենք չի կարող ասի, ազգային ժողովի բանա, падգամավորը։ Ես համոզված եմ, որ ձեր կեսից ավելին մի հատ սահմանադրական օրենք չի կարող ասի, թեև իբր թե օրենսդիր է աշխատում։ Ծույլիկներին գնացեք ձեր շարքերում, իսկ եթե այդքան վստահ եք ձեր գիտունիկ լինելու վրա, վերջին անգամ, չէ, հաղորդմանս վերջում հայտարարում եմ, եկեք բանավեճի, էլի այ մարդ, եկեք բանավեճի, ձեր էքսպերտներին բերեք, ես իրանց մասնագիտական գծով իրանց խայտառակեմ ճանապարհեմ, եկեք տեսնենք։ Եղավ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին եւ այլն եւ այլն եւ այլն։ Եղավ։ Մուտիլովկով տուն եք պահում, հանգարց չեպեեք թե։ Ինչ ասեմ, ժողովուրդ, թերևս այսքանը, վերջում կրկնեմ Թագուհի Ղազարյան, այս անձամբ ձեզ չէր ուղղված այս ամբողջ խոսքը, հա, անձամբ ձեզ չէր ուղղված,
Սա սենց ասած իդեմս ձեզ սրանով ես դիմեցի ՔՊ-ին։ Մեկ էլ մի հատ հետաքրքրվեք ձեր շենքում ձեզ քանի հոգի է ճանաչում։ Հետաքրքիր է դուք ձեր ոլորտում ձեր գիտության մեջ քանի հոգու եք, շնչավոր մարդու եք, օգուտ տվել, կապ չունի ինչ գործ եք անում։ Քանի հոգու եք օգուտ տվել, պիտանի եղել։ Ձեր ամբողջ կյանքում քանի հոգու եք պիտանի եղել։ Հայ դեպ մի տվյալ էլ, հիմա էդ էլ չեմ ստուգե, բայց էլի մամուլի հաղորդագրություն է, որ այս տեխնացուների, ավականիների տեխնացուների 50%-ը գործազուրկ են եղել։ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող տեխնացուների ավականու տարբեր ուժերի կողմից 50%-ը գործազուրկ են եղել։ Պատկերացնում եք ինչ մասսա է գնում իշխանություն դառնալու։ Պատկերացնում եք, այդ դուք դրա մասին մտածեք։ Էթում են մարդիկ լուրջ կոմպետենցիա պահանջող գործողություններ անելու։ 50%-ը գործազուրկ են։ Որ այն չէ, որ մի հազիվ ստիծնդից 2 կոպեկ կարում են աշխատեն, ընդհանրապես չեն աշխատում։ Հիմա եկել են ուզում են բանը, չգիտեմ, համայնքային կամ պետական փողերով տուն պահեն։ Ինչպիսին է ՔՊ-ի ցուցակի մի զգալի մասը։ Տուն են պահում մարդիկ, երկրի հաշվին, երկիրը փուռը տալու հաշվին տուն են պահում։ Ձեր հարցերն էլ կգնաք հրապարակի հետ կպարզեք։ Եղավ։ Թե սուտ են ասում, թե ճիշտ են ասում, թե մի հատ քլիկ են արել, թե 2 հատ քլիկ են արել։ Ես բավականաչափ զբաղված մարդ եմ, որ ձեր այս տեսակ բանը, ձեզ հետ կապված այս տեսակ ինֆորմացիան դնեմ ֆունդամենտից ստուգեմ։ Բավականաչափ զբաղված մարդ եմ, ոչ թե ծույլիկ եմ, զբաղված եմ։ Ովքեր ինձ մոտիկից են ճանաչում, շատ լավ դա գիտեն։ Նույնիսկ հերվից ինչ ճանաչողները, թեկուզ հերվից, դա շատ լավ գիտեն, թե ինչ աստիճանի զբաղված մարդ եմ։ Ինչ աստիճանի զբաղված։ Իմացաք, ծույլիկության հարց չկա։ Աշխատասիրության դեֆիցիտ չի։ Ուղղակի հարցը այդքան պարզունակ հարց էր, ես այդ հարցին այդքան չեմ կարևորել։ Բայց ձեր համար դա ճակատագրական հարց է։ Իդեպ ընդեահագին բաներ եմ ասել, այդ հարցազրույցը լայվի բանում կդնեմ, այդ հարցազրույցս լսեք, ժողովուրդ։ Հերմինեն մի անպետք վերնագիր է ընտրել այնտեղ, Հերմինեն էլ է նայելու գիտեմ։ Հերմինե ավելի անպետք վերնագիր հնարավոր չէ դնել այդ հարցազրույցին, քան Եվրոպան ծափա տալ։ Էդ ինչ վերնագիր ես դրել, այ հոգուտ մատաղ։ Մի խոսքով մի անպետք վերնագրով, բայց խիստ բովանդակային հարցազրույցը կդնեք, խնդրում եմ կլսեք ու կտեսնեք ինչեր եմ ասում ու այդ ամեն ինչի մեջ ՔՊ-ն ինչին է կպե, ինչին է անդրադարձել։ Թերևս այսքանը։ Վերջում լավ բան ասեմ, նոր գնամ։ 45% մասնակցություն է եղել։ 50 Նիկոլ Փաշինյանը Նարեկ Կիրակոսյանի հարցին, այս վերջերս Նարեկ Կիրակոսյանը հարց տվեց, ասեց շատ լավ հարց էր, ասեց դուք կոչ եք անում հեղափոխություն անեն ժողովուրդը, կարան ռադիոտուն գրավեն, էս անեն, են անեն, փողոց փակեն, անժամկետ էս անեն, ուսանողներին հանեն ոտի, Նարեկը Կիրակոսյան այս հարցը տվեց լրագրող։ Նիկոլն ասեց ժողովուրդը ոնց ասեց լեգիտիմ ոնց ասեց ժողովրդի լեգիտիմ կամքը բոլոր ձևերով կարա արտահայտվի։ Ու ասեց գիտեք որն է լեգիտիմ կամքը 50+1%։ Այդ դա է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Հիմա Թագուհի Ղազարյան, դու էլ լսի, շեֆիտ էլ ասա։ 50+1%-ը Վաղարշապատ համայնքում, այդքան ձեր կողմից այդքան մանիպուլյացիաներից հետո 50+1%-ը չի մասնակցում ընտրություններին։ Այդ դա է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Իմացաք, չի մասնակցում ընտրություններին։ Ձեր օրոք, ձեր կազմակերպած ընտրություններին մարդիկ չեն մասնակցում, չեն գալի։ Ոնց որ ձեր ծնունդին հրավիրես չգան։
50+1%-ը ինչ է նշանակում։ Դա նրանց լեգիտիմ կամքն է, որ արտահայտում են 50+1%-ով ըստ ձեր առաջնորդի։ 50+1% չեն մասնակցել ընտրությունների։ Ձեզ լեգիտիմ իշխանություն չպատկերացնեք հանկարծ։ Դուք լեգիտիմ չիշխանություն եք, ըստ ձեր իսկ սահմանման, ձեր իսկ ձևակերպումների։ 50+1-ի կողմից դուք ճանաչված չեք։ Եղավ։ Ու ընդեղ 50% չեք հավաքել, 40% եք հավաքել, ստացվում է 45%-ի կեսը անում է քեզ 22.5%, մի քիչ էլ դա 22%։ Ամբողջ համայնքում դուք 22% ձայն եք ստացել, 22% ու 100%-ի վրա իշխանություն եք բանացնելու։ 22% ձայն եք ստացել։ Նիկոլ Փաշինյանին խաբար արեք, այդ երկու կոճակ եւ երկու պարզ մաթեմատիկական գործողություն, 22-ը հավասար չէ 50+1-ի։ 22-ը ոչ մի դեպքում հավասար չէ 50+1-ի։ Այդ դա է ձեր լեգիտիմության աստիճանը։ Ընդունեք ի գիտություն։ Էս էլ որպես լավ նորություն մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, ամենալավ բաները, ցտեսություն, բարի գիշեր։